Այսօր Միխայիլ Գալուստյանը ցնցեց հանրությանը, սաստելով հայտնի Վոլոդիմիր Սոլովյովին։ Սոլովյով, Հայաստանը պետք է ուժով ախուրը մտցներ։ Գալուստյան, փակիր բերանդ, Վլադիմիր, սա ցույց չտվեցին հեռուստացույցով։ Ճակատամարտ, որը պետք է շոու դառնար, բայց վերածվեց պատերազմի։ Երկրի գլխավոր քարոզիչն ընդդեմ գլխավոր կատակերգուի։ Ես ազնիվ ֆեղկատակ եմ, ես ծիծաղ եմ պարգևում, իսկ դու չար ծաղրացու ես, ով մահ է վաճառում։ Իմացեք, թե ինչպես Միխայիլ Գալուստյանը ոչնչացրեց Սոլովյովին ոչ թե կատակով, այլ ճշմարտությամբ, եւ թե ինչու նա ընդմիշտ լքեց այդ սեղանը։ Մոսֆիլմի հսկայական տաղավարում, որը դեռ խորհրդային ժամանակներից տեսել էր մեծ արտիստների հաղթանակներն ու անկումները, այս երեկո տիրում էր արվեստից շատ հեռու մթնոլորտ։ Տաղավարը վերազինվել էր Եվրասիայի ձայնը դաշնային մասշտաբային շոուի նկարահանումների համար։ Սա փայլուն կեղծիքի աշխարհ էր, որտեղ կեղծ ժպիտներն ավելի թանկ արժեին, քան իրական արցունքները, իսկ ձեռքսեղմումները հաճախ նշանակում էին միայն ժամանակավոր զինադադար մրցակիցների միջև։ Օդը հագեցած էր թանկարժեք օծանելիքի, մազերի լաքի հոտով եւ վախի հազիվ զգալի, բայց հստակ բույրով։ Վախ դուրս մնալու շրջանակից, դառնալու ոչ արդիական։ Տուրբուլենտության դարաշրջանում այդ վախը շոշափելի էր։ Մարդիկ կարճում էին իրենց տեղերից, ինչպես փրկողակներից, պատրաստ խեղդել ցանկացածին, ով կփորձի խլել այդ օղակը։ Այս բաբելոնյան խառնաշփոթի կենտրոնում, իր անհատական գրիմասենյակում, նստած էր Միխայիլ Գալուստյանը։ Հանրության սիրելին, մարդ, ով տասնամյակներ շարունակ ստիպում էր ծիծաղել ամբողջ երկրին, հասարակ բանվորներից մինչև կրեմլյան կաբինետների բնակիչները։ Նա նայում էր իր արտացոլանքին վառ լամպերով շրջանակված հայելու մեջ եւ չէր ճանաչում ինքն իրեն։ Սովորաբար կենսուրախ եւ եռանդուն Միխայիլն այսօր անսովոր մտախոհ էր։ Նրա ականջներում դեռ հնչում էր մի ձայն, որը նա լսել էր 2 օր առաջ ռադիոյով, երբ գնում էր փորձի։ Դա այն մարդու ձայնն էր, ում հետ նա այսօր պետք է նստեր նույն սեղանի շուրջ։ Վլադիմիր Սոլովյովն իր առավոտյան եթերում ոչ միայն դատողություններ էր անում աշխարհաքաղաքականության մասին։ Նա անցել էր սահմանը, եթե Երևանը չի հասկանում բարիով, եթե նրանք շարունակում են սիրախաղ անել արևմուտքի հետ, մոռանալով, թե ում են պարտական իրենց գոյությամբ, ասում էր մետաղով եւ թույնով հագեցած այդ ձայնը, ապա հնարավոր է եկել է վճռական միջոցների ժամանակը։ Հերիք է քաղաքավարի ձևանալ։ Հնարավոր է Հայաստանին պետք է իր սեփական հատուկ ռազմական գործողությունը, որպեսի ուղեղները կարգի բերվեն։ Բարեկամության պարտադրանքը նույնպես գործիք է։ Այս խոսքերը մի քանի օր շարունակ ներսից այրում էին Միխայիլին։ Նա փորձում էր համոզել իրեն, որ դա ընդամենը հռետորաբանություն է, պարզապես աղմուկ, որն անհրաժեշտ է վարկանիշների համար, բայց նա գիտեր, խոսքերը կշիռ ունեն։ Միրոնավոր լսարանի առջև ասված խոսքերը վերածվում են փամփուշտների։ Այս երեկո նա հրավիրված էր որպես ժյուրիի պատվավոր անդամ։ Շոուի կազմակերպիչները որոշել էին խաղալ հակադրության վրա։ Կողք կողքի նստեցնել երկրի գլխավոր կատակերգուին եւ գլխավոր քարոզիչին, ուսալով քիմիայի եւ բարձր վարկանիշների։ Հաշվարկը ցինիկ էր, միավորել հումորն ու գաղափարախոսությունը, ստեղծել միասնության պատրանք, բայց նրանք հաշվի չէին առել մի բան. քիմիան լինում է պայթյունավտանգ։ Միխայիլը նստած էր իր բազկաթոռին արդեն ստուդիայում, մատներով նյարդային թխկթխկացնելով սեղանին, եւ նրա հայացքը անընդհատ վերադառնում էր ձախ կողմում գտնվող դատարկ աթոռին։ Դրա վրայի ցուցանակը գրում էր Վլադիմիր Սոլովյով։ Տարերը սպիտակ պլաստիկի վրա թվում էին սև խոռոչներ։ Երբ Վլադիմիր Սոլովյովը մտավ ստուդիա, տարածությունը կարծես սեղմվեց։ Նա պարզապես չմտավ, նա ներխուժեց։ Շրջապատված օգնականների, խմբագիրների եւ դիմահարդարների շքախմբով նա շարժվում էր այնպես, կարծես այդ տաղավարը, այդ ալիքը եւ այդ մարդիկ իր անձնական սեփականությունն էին։ Հակած իր ֆիրմային մուկ ֆրենչը, որը հիշեցնում էր մերթ ստալինյան կիտել, մերթ մռայլ քարոզչի հանդերձանք, նա բարձրաձայն ողջունում էր ծանոթներին, հրահանգներ էր տալիս տեխնիկական անձնակազմին եւ ճառագում էր այն նույն ագրեսիվ ինքնավստահությունը, որն ամեն օր հորդում էր հեռուստաէկրաններից։ Դա այն մարդու ինքնավստահությունն էր, ով գիտի, իր հետևում ուժն է, իր հետևում համակարգն է։ Տեսնելով Գալուստյանին, Սոլովյովը մի պահ կանգ առավ։ Նրա աչքերը պիրկ եւ սառը զննեցին Միխայիլին։ Այնուհետև Սոլովյովը տարածվեց լայն, բայց բացարձակապես սառը ժպիտով, որը չէր հասնում աչքերին։ Օ, ում եմ տեսնում, որ ուտած նրա ձայնը, ծածկելով սարքավորումների կարգավորման աղմուկը։ Միխայիլ Սերգեևիչ, մեր Նաշա Ռաշան, դե ինչպես ես թափառական, դեռ կատակում ես,
դեռ զվարճացնում է ժողովրդին։ Նա մոտեցավ եւ թփթփացրեց Գալուստյանի ուսին, ծանր, տիրոջ պես, կարծես կալվածատեր, որը շոյում է սիրելի ծաղրածուի վիզը։ Այդ ժեստի մեջ այնքան մեծամտություն եւ թաքնված արհամարանք կար, որ ցանկացած դիտունակ մարդու ծնոտը կկարկամեր։ Դա իշխանության հպումն էր սպասարկող անձնակազմին։ Հիերարխիայի հիշեցում։ Ես վճռում եմ ճակատագրեր, իսկ դու պարզապես զվարճացնում ես մեզ ընդմիջումներին։ Միխայիլը դանդաղ բարձրացրեց աչքերը։ Դրանցում չկային ծիծաղի սովորական կայծերը։ Նրա ներսում պայքարում էին երկու զգացմունք՝ անկյունները հարթելու մասնագիտական սովորությունը եւ աճող, այրող զայրույթի ալիքը։ «Բարև, Վլադիմիր», պատասխանեց նա ցածր, բայց հաստատուն, չընդունելով մտերմիկ տոնը։ «Աշխատում ենք, ինչպես եւ բոլորը»։ Սոլովյովը որսաց այդ սառնությունը։ Նրա ժպիտը դարձավ մի փոքր ավելի ծուվ, մի փոքր ավելի կոշտ։ «Աշխատում ենք», կապկեց նա, տեղավորվելով հարևան բազկաթոռին եւ ուղղելով խոսափողը։ «Դա լավ է, հումորը հիմա պետք է։ Մարդիկ պետք է շեղվեն աշխարհաքաղաքականությունից, լուրջ գործերից, որոնք անում են մեծահասակ քերիները։ Քո խնդիրը զվարճացնելն է, Միշա։ Իսկ մերը բացատրելը, թե ինչպես է կառուցված աշխարհը։ Յուրաքանչյուրին իրենը ճիշտ է»։ Նա հետ ընկավ բազկաթոռին, ստուգելով ձայնը ականջակալում։ «Իդեպ, լսել ես, Երևանում նորից անհանգիստ է», նետեց նա կարծես իմիջայլոց, չնայելով Միխայիլին։ «Տարօրինակ մարդիկ են։ Ոչ մի կերպ չեն հասկանում, որ առանց Ռուսաստանի նրանք ոչինչ են։ Դե ոչինչ, պատմությունը խիստ ուսուցիչ է։ Երբեմն ստիպված ես լինում ավելի ծանր ցուցափայտ վերցնել»։ Գալուստյանը լռեց, միայն այդ ոսկրերը շարժվեցին նրա դեմքին։ Նա հիշում էր Սոլովյովի վերջին եթերը։ Հիշում էր յուրաքանչյուր խոսքը երախտ դաշնակիցների մասին եւ այն մասին, թե որքան հեշտությամբ կարելի է լուծել հարցը ուժով։ Հիմա այդ մարդը նստած էր մեկ ձեռքի հեռավորության վրա, բուրում էր թանկարժեք օդեկոլոնով ու ինքնագոհությամբ եւ կենթանի կերպով կրկնում էր Միխայիլի նախնիների հայրենիքը ոչնչացնելու սպառնալիքը։ Շոուն սկսվեց։ Միացան ուսարցակները, որոտաց երաժշտությունը, հաղորդավարները արհեստական ոգևորությամբ հայտարարեցին մեկնարկը։ Բեմ էին դուրս գալիս տարբեր երկրների մասնակիցներ, երգում էին, պարում։ Ժյուրին հերթապահ գովում էր, կատակում, գնահատականներ դնում։ Ամեն ինչ ընթանում էր ըստ սցենարի, մինչև չհայտարարեցին հաջորդ համարը։ Իսկ այժմ, սիրելի բարեկամներ, տեղափոխվենք Լեռների սիրտը։ Դիմավորեք մասնակցին Ստեփանակերտ քաղաքից։ Բեն դուրս եկավ մի երիտասարդ աղջիկ։ Նա հագնված էր համեստ, գրեթե ճգնավորի պես։ Նրա աչքերում կարային ոչ մանկական թախիծը, որն անհնար է խաղալ։ Նա տեսել էր այն, ինչն այս դահլիճում շատերին նույնիսկ չէր երազվել, շրջափակում, սով, տան կորուստ։ Նա չերքեց հայտնի հիթ կամ ուրախ էստրադային երգ, ինչպես ակնկալում էին պրոդյուսերները։ Նա մոտեցավ խոսափողին, փակեց աչքերը եւ սկսեց երգել։ Նա կատարեց հին հայկական կռունկ երգը, կարոտի երգը հայրենիքի հանդեպ, տարագիրների երգը, կռունկ, ուստի, կուգաս, ծառայեմ ձայնիդ։ Նրա ձայնը, մաքուր եւ սուր, լցրեց հսկայական տաղավարը, ցնցելով մինչև սարսուվ։ Թվում էր, Մոսֆիլմի պատերը անհետացան։ Դրանց փոխարեն հայտնվեցին Արցախի մարախլապատ կիրճերը, ավերված տաճարներն ու փախստականների անվերջանալի ճանապարհները։ Սա պարզապես երգեցողություն չէր, սա մի ողջ ժողովրդի հոգու ճիչն էր։ Ժողովրդի, որին նորից դավաճանում էին, նորից սպանում, եւ որը նորից երգում էր, որպեսզի չմեռներ վշտից։ Երբ երաժշտությունը լռեց, դահլիճում կախվեց զնգուն լռություն։ Այդ լռությունը ծանր էր, անհարմար, զվարճալի շոուի համար։ Նույնիսկ ցինիկ պրոդյուսերները քարացել էին մոնիտորների մոտ, մոռանալով սեղմել ծափահարություններ կոճակը։ Միխայիլ Գալուստյանի աչքերում արցունքներ էին։ Նա, ով ծնվել էր Սոչիում, մեծացել Ռուսաստանում, բայց երբեք չէր մոռացել իր արմատները, զգում էր այդ ցավի յուրաքանչյուր նոտան։ Այս երգը նրա մեջ արթնացրեց տոհմական հիշողությունը, հիշողություն ցեղասպանության, գոյատևման եւ սեփական հողում ապրելու իրավունքի համար մղվող հավերժական պայքարի մասին։ Առաջինը լռությունը խախտեց Սոլովյովը։ Նա հուզված տեսք չուներ, ընդհակառակը, նրա դեմքին խաղում էր գիշատչի հաղթական քմծիծաղը, որը տեսել էր վիրավոր զոհին։ Նա վայելուչ հետ ընկավ բազկաթոռին, կկոցեց աչքերը եւ խոսք վերցրեց։ «Բրավո», ասաց նա, բայց նրա ձայնում ջերմություն չկար, տեխնիկապես անթերի, հուզականորեն ուժեղ։ Դուք հայերդ իհարկե դրամատիզացնելու վարպետներ եք։ Կարողանում եք տառապել, դա ձեր արյան մեջ է։ Ամեն ինչից համաշխարհային մասշտաբի ողբերգություն սարքելը ձեր ազգային սպորտն է։
Դահլիճով դժգոհության ալիք անցավ։ Մարդիկ զգում էին աղջկա անկեղծության եւ դատավորի ցինիզմի միջև եղած անհամապատասխանությունը։ Բեմի վրա կանգնած աղջիկը կծկվեց, կարծես հարվածից։ Բայց եկեք անկեղծ լինենք, շարունակեց Սոլովյովը, բարձրացնելով ձայնը եւ մտնելով իր սովորական ուսուցչական դերի մեջ։ Կարծես նա մրցույթի ժյուրիի կազմում չէր, այլ Ռոսիա 1-ի իր ստուդիայում։ Այս երգը ինչի մասին է այն։ Կորստի, դեգերումների, իսկ ով է մեղավոր։ Նա դադար վերցրեց, հայացքով ընդգրկելով դահլիճը։ Միթե դուք ինքներդ մեղավոր չեք ձեր դժբախտությունների մեջ, երբ փորձում եք նստել երկու աթոռի վրա, երբ սիրախաղ եք անում Արևմուտքի, Փարիզի, Վաշինգտոնի հետ, մոռանալով թե ով է ձեր միակ իրական երաշխավորն ու փրկիչը։ Դուք դավաճանեցիք մեզ, դուք դավաճանեցիք ընդհանուր պատմությունը։ Եվ հիմա դուք երգում եք ցավի մասին, բայց չեք ցանկանում լսել բանականության ձայնը, որը հնչում է Մոսկվայից։ Սոլովյովը շրջվեց դեպի աղջիկը, մատով ցույց տալով նրան։ Ես ասել եմ եւ կասեմ եւս մեկ անգամ։ Եթե դուք չեք հասկանում խոսքերը, ստիպված կլինենք բացատրել գործողություններով։ Դուք փոքր, հպարտ, բայց ավաղ, քաղաքականապես ոչ հասուն ժողովուրդ եք, որը առանց մեր կոշտ ձեռքի պարզապես կկորչի պատմության քարտեզի վրա։ Գուցե հենց այսպիսի երգ է պետք, որպեսզի դուք հասկանաք, միայն ռուս զինվորը կարող է փրկել ձեզ։ Իսկ եթե դուք դիմադրեք, դե ինչ, այդ դեպքում մենք կանցկացնենք մեր գործողությունը։ Հավատարմության պարտադրանքի գործողություն։ Եվ ահա այսպիսի երգերը այն ամենն են, ինչ ձեզ կմնա, եթե չհասկանաք, թե որտեղ է ձեր տեղը։ Սոլովյովը դադար վերցրեց, սպասելով ծափահարությունների կամ գոնե իր հոտի համաձայնության գլխով անելուն, ինչպես դա սովորաբար լինում է նրա ստուդիայում։ Նա վստահ էր իր իրավացիության մեջ։ Նա վստահ էր, որ այստեղ, Մոսկվայի կենտրոնում, ոչ ոք չի համարձակվի առարկել իրեն, բայց դրա փոխարեն լսվեց սեղանին ափով հարվածելու ձայն։ Կտրուկ, ինչպես կրակոց։ Միխայիլ Գալուստյանը ոտքի կանգնեց։ Նա ցածրահասակ էր, բայց այդ պահին նա հսկա էր թվում։ Նրա վրայից ընկավ ծիծաղելի Ժորիկ Վարտանովի դիմակը, անհետացավ հավերժական զվարճախոս Ռավշանի կերպարը, որի վրա այդպես սիրում էր ծիծաղել կուշտ Մոսկվան։ Տեսախցիկների առջև կանգնած էր հասուն, ուժեղ եւ շատ չարացած տղամարդ, ում մորը, ում նախնիներին եւ ում ժողովրդին հենց նոր հավասարեցին հողին։ Հերիք է, արտասանեց նա։ Նրա ձայնը ցածր էր, գրեթե մռնչացող։ Խոսափուղը որսաց այդ բառը եւ տարածեց այն բոլոր բարձրախոսներով, խլացնելով ֆոնային երաժշտությունը։ Սոլովյովը զարմացած շրջեց գլուխը, հոնքը բարձրացնելով։ Նա դիմադրություն չէր սպասում, ոչ Գալուստյանից։ Ինչը հերիք է, Միշա, համաձայն չես աշխարհակաղակական դասավորության հետ։ Բողդան դու չէ, որ կատակերգու ես։ Ավելի լավ է անեկդոտ պատմիր, լիցքաթափիր իրավիճակը։ Դե կատակիր գաստարբայտերների մասին, քեզ մոտ դա ավելի լավ է ստացվում։ Ես ասացի, փակիր բերանդ, Վլադիմիր, հստակ, յուրաքանչյուր բառը շեշտելով, արտասանեց Գալուստյանը։ Դահլիճը շունչը պահեց, դաշնային ալիքի ուղիղ եթերում նման բանն անհնար էր։ Սա համակարգի խափանում էր։ Հեռարձակման ռեժիսորը խուճապահար գոռաց ականջակալի մեջ. Գովազդ, բայց ոչ ոք չհասցրեց սեղմել կոճակը։ Օպերատորները հիպնոսացած նայում էին բեմին։ Դու ում անվանեցիր կատակերգու։ Միխայիլը ամբողջ մարմնով շրջվեց դեպի Սոլովյովը։ Ինձ։ Այո, ես կատակերգու եմ։ Ես 20 տարի ծիծաղեցրել եմ մարդկանց։ Ես ստիպել եմ ռուսին ծիծաղել հայի վրա, հային, ռուսի վրա, տաջիկին ինքն իր վրա։ Ես կամուրջներ էի կառուցում այնտեղ, որտեղ քաղաքական գործիչները պատեր էին կառուցում։ Բայց գիտես թե որն է իմ հումորի եւ քո վերլուծության տարբերությունը։ Իմ ծիծաղը միավորում է։ Երբ մարդիկ ծիծաղում են միասին, նրանք դադարում են ատել։ Իսկ քո խոսքերը թույն են, դու բաժանում ես։ Դու թշնամանք ես սերմանում։ Միխայիլը քայլ արեց դեպի Սոլովյովը, անտեսելով անվտանգության աշխատակիցների մոտենալու փորձերը։ Դու վերցնում ես տունը կորցրած աղջկա վերքը եւ աղես լցնում վրան, դա անվանելով աշխարհակաղակականություն։ Դու պատերազմի կոչ ես անում։ Դու նստած տակ բասկաթոռին $5000 կոստյումով կոչ ես անում տանկեր ուղարկել Երևան։ Մի քաղաք, որն ավելի հին է, քան Հռոմը։ Դու ուզում ես հատուկ գործողություն այն մարդկանց դեմ, ովքեր դարերով ուսուսի կանգնած են եղել ռուսների հետ։ Միխայիլ, դու չափն անցնում ես։ Սոլովյովի դեմքը սկսեց կարմրատակել։ Բարեհոգության դիմակը ճաքեց, մերկացնելով հիստերիկ բնույթը։ Դու խոսում ես պետական մարդու հետ։ Ես արտահայտում եմ կայսրության շահերը։ Իմացիր տեղդ ֆեղկատակ։
Իմ տեղը այս հողի վրա է, այն մարդկանց մեջ, ովքեր սիրտ ունեն, ընդհատեց նրան Գալուստյանը, եւ նրա ձայնում բուխ պատհնչեց։ Իսկ քո տեղը որտեղ է։ Այսօր դու գովում ես, վաղը անիծում։ Վաղը չէ, մյուս օրը սպառնում ես փոշիացնել մի ամբողջ երկիր։ Դու խոսում ես փոքր ժողովրդի մասին։ Այդ փոքր ժողովուրդը կանգուն է եղել դարերով, եւ շատ կայսրություններ դեռ նախագծում էլ չկային։ Եվ նկանգուն կլինի, երբ քո եթերները մոռանան հոսանքը անջատելուց մեկ օր անց։ Միխայիլը ձեռքով ցույց տվեց աղջկան, ով դեռ կանգնած էր բեմում, բախվեցած կատարվողից։ Դու նվաստացնում ես աղջկան, ով երգում է ցավի մասին, որովհետև ինքդ վաղուց մոռացել ես, թե ինչ է ցավը։ Դու մոռացել ես, թե ինչ է կարեկցանքը։ Դու վերածվել ես ֆունկցիայի, բարձրախոսի, որից միայն ատելություն է թափվում։ Դու լրագրող չես, Վլադիմիր, դու մահվան վաճառական ես։ Դու պաշտպանում ես դավաճաններին, ճված Սոլովյովը, կորցնելով ինքնատիրապետումը եւ անցնելով ֆալցետի։ Դու նպաստում ես հակառուսական տրամադրություններին։ Ես կզանգահարեմ, որ պետք է։ Ես կոչնչացնեմ քո կարիերան։ Գալուստյան, դու չես լինի ոչ մի ալիքում, դու կփտես անհայտության մեջ։ Միխայիլը դառը քմծիծաղ տվեց։ Այդ քմծիծաղն ավելի սարսափելի էր ցանկացած ճիչից։ Կարիերան, դու կարծում ես ինձ հուզում է եթերաժամանակը, երբ դու վիրավորում ես իմ նախնիների հիշատակը։ Դու կարծում ես, ես կլռեմ, երբ դու, նստած փափուկ բազկաթոռին, դատողություններ ես անում, թե ով ապրի, իսկ ով մեռնի։ Երբ դու առաջարկում ես խմբակոծել իմ եղբայրներին, որպեսզի սովորեցնես նրանց սիրել։ Միխայիլը մոտեցավ սեղանին։ Դու ինձ ֆեղկատակ անվանեցիր, թող այդպես լինի։ Բայց ես ազնիվ ֆեղկատակ եմ։ Ես մարդկանց ուրախություն եմ պարգևում։ Իսկ դու թանկարժեք կոստյումով չարծաղրածու ես, ով վախ է վաճառում։ Եվ ամենասարսափելին, Վոլոդիա, այն է, որ դու ինքդ հավատում ես դրան։ Դու հավատում ես, որ պատերազմը լուծում է։ Դու հավատում ես, որ ուժը իրավունք է տալիս նվաստացնել։ Բայց ուժը ճշմարտության մեջ է, իսկ քո մեջ ճշմարտություն չկա։ Գալուստյանը պոկեց իր վրայից խոսափողը։ Ժեստը կտրուկ էր, վերջնական։ Նա շպրտեց այն սեղանին, ուղիղ Սոլովյովի քթի առջև։ Պլաստիկի հարվածի ձայնը լաքապատ փայտին հնչեց որպես եզրափակիչ գոնգ, որն ազդարարում էր ռաունդի ավարտը։ Ես չեմ նստի քեզ հետ նույն սեղանի շուրջ։ Ոչ այստեղ, ոչ էլ որևէ այլ տեղ, որովհետև կան բաներ, որոնք ավելի կարևոր են բարկանիշներից, կա պատիվ, կա արյուն եւ կա խիղճ։ Քեզ մոտ երևի մնացել է միայն աշխարհաքաղաքական դասավորությունը եւ քո հատուկ գործողությունը ամբողջ երկրի ֆվճի անդամահատման գործողություն է, բայց ես դրան չեմ մասնակցի։ Միխայիլը շրջվեց եւ գնաց դեպի ելքը։ Նա քայլում էր հսկայական դահլիճով, զգալով մեջքին հարյուրավոր հայացքներ։ Ստուդիայի քար լռության մեջ լսելի էր միայն նրա կոշիկների թխկոցը։ Նա քայլում էր ոչ թե որպես ոտքերը քարշ տվող կատակերգական կերպար, այլ որպես տղամարդ, ով կայացրել է ծանր, բայց միակ ճիշտ որոշումը։ Այդ պահին նա կորցնում էր միլիոնանոց պայմանագրեր, կորպորատիվներ, եթերներ, բայց նա գտնում էր ինքն իրեն։ Սոլովյովը ուշքի գալով վեր թռավ։ Նրա ուղեղը տենդագին աշխատում էր։ Նա հասկանում էր, որ տանուլ է տալիս այս տեսարանը։ Նրա հեղինակությունը փլուզվում է հարյուրավոր մարդկանց եւ միլիոնավոր հեռուստադիտողների աչքի առաջ։ Անպարտելի հռետորը տապալվեց ոչ թե տրամաբանությամբ, այլ անկեղծությամբ։ Նրան պետք էր վերջին խոսքն իրեն պահել, վերադարձնել վերահսկողությունը։ Իրավիճակը շրջել այնպես, իբր Գալուստյանը հիստերիկ է, իսկ ինքը մեծահոգի ընկեր։ Միշա, գոռաց նա հեռացող դերասանի հետևից, փորձելով վերադարձնել հովանավորչական տոնը, բայց ձայնը դավաճանաբար դողաց։ Դե ուր գնացիր, դե տաքացանք, ում հետ չի պատահում։ Սա շոու բիզնես է, մենք պարզապես շոու ենք անում։ Վերադարձիր, մենք կկտրենք այդ հատվածը, արի նորմալ նկարահանենք մինչև վերջ։ Ապուշ մի եղիր, դու ամեն ինչ կկորցնես։ Մենք չէ որ ընկերներ ենք։ Գալուստյանը քարացավ հենց երգի մոտ, արդեն բռնելով ծանր ձայնամեկուսիչ դռան բռնակը։ Նա դանդաղ շրջվեց։ Լուսարձակների լույսն այնպես էր ընկնում, որ նրա դեմքը կիսով չափ ստվերի մեջ էր, նրան տալով անտիկ ողբերգությունների հերոսների, այլ ոչ թե կատակերգական սկեթչերի նմանություն։ Ընկերներ, վերահարցրեց նա ցածր, բայց տաղավարի անհավանական ակուստիկայի մեջ նրան լսեցին բոլորը։ Գայլը ոչխարին ընկեր չէ, Վլադիմիր, եւ դահիճը զոհին ընկեր չէ։ Դու կոչ ես անում սպանել իմ ժողովրդին, իսկ հետո ինձ ընկեր ես անվանում։ Միխայիլը նայեց Սոլովյովին խորը, գրեթե ֆիզիկական զզվանքով։ Դու ասացիր, որ մենք հայերս կարողանում ենք տառապել։ Դա ճիշտ է, բայց մենք նաև կարողանում ենք հիշել։
եւ մենք կարողանում ենք տարբերել մարդուն դատարկ տեղից։ Դու դատարկ տեղ ես, Վլադիմիր, բարձրագույն, վտանգավոր, բայց դատարկ։ Նա հարեց դուռը եւ դուրս եկավ միջանցք։ Նրա հետևում մնաց լուսարձակների կուրացնող լույսը, շփոթված նկարահանող խումբը եւ Վլադիմիր Սոլովյովը, ով կանգնած էր հսկայական բեմի մեջտեղում միանգամայն մենակ։ Իր մեծության մեջ փոքր եւ խղճուկ մի մարդ, ով հանկարծ գիտակցեց, որ երկար տարիների ընթացքում առաջին անգամ իրեն խավարկեցին, եւ դա արեց ոչ թե քաղաքական գործիչը, ոչ թե դիվանագետը, այլ նա, ում նա սովոր էր համարել ընդամենը ծիծաղելի տղա հեռուստացույցից։ Դուռը փակվեց, կտրելով Միխայիլին կեղծիքի աշխարհից։ Առջևում Մոսֆիլմի երկար, մութ միջանցքն էր եւ անհայտությունը, բայց երկար ժամանակ անց առաջին անգամ Միխայիլ Գալուստյանը շնչում էր թեթև։